պրոցեսի նպատակը հոգևոր նորոգումն է հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու, որը մեր սրբությունն է, որը իմ սրբությունն է, ոչ միայն իմ, դա էս էլ է կարևորը, որ ասում եմ իմ սրբությունն է, հիմա կասեն ասեց, որ եկեղեցին իրանն է, բոլորիս եւ այդ թվում իմ սրբությունն է, եւ մենք չենք կարող, ինչպես Աստվածաշնչում է ասված, չենք կարող մեր մարգարիտը նետել խոզերի առջև, եւ մենք պետքա սրբագործենք մեր սրբության սրբոցը, եւ դա լինելու է, կուլմինացիան լինելու է Իջմիածնի կենտրոնական հրապարակում, բայց դա չի լինելու մեծ ծանոթ քաղաքական, չգիտեմ, հեղափոխական, դա ունենալու է բացառապես հոգևոր, քրիստոնեական արժեքների, Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցու արժեքների վրա հիմնված միջոցառում, այնտեղ չեն հնչելու քաղաքական կոչեր, չեն հնչելու քաղաքական բովանդակության ելույթներ, հնչելու են հոգևոր բովանդակության ելույթներ, բայց այդ հոգևոր բովանդակությունը, ես էլ եմ ասում, մենք պետքա հոգևոր կյանքը, հոգևոր արժեքների վրա հիմնված կյանքը պետքա մեր հանրության, մեր կյանքի անբաժանելի մասը լինի, փոխանակ եկեղեցին այդ խնդիրը լուծի, որ հոգևոր կյանքը տարածվի աշխարհիկների շրջանում, իրանք աշխարհիկ կյանքը տարածում են հոգևորականների շրջանում։ Չի կարա սենց բանը լինի։ Չի լինելու կոմպրոմիս, ես ուղիղ եմ ասում։ Չի լինելու կոմպրոմիս, բացառված է կոմպրոմիս։ Կտրիչ Ներսյանը պետքա գնա, ես ասում եմ, ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ։ Չի օգնելու, չի փրկելու ոչի բան։ Եվ այն սովորական գործիքակազմերը չի, որ սենց չգիտեմ ինչ եւ այլն, նույնիսկ մեզ ծանոթ, դա քաղաքական գործիքակազմ չի, դա հոգևոր գործիքակազմ է։ Եվ ես էլ է շատ կարևոր։ Օրինակ ինձ եղել են մարդիկ, ասել են իմ կոչին ի պատասխան, դահլիճում հավաքված են եղել, ասել են մենք կանգնած ենք, մենք գալիս ենք, ուր գնում ենք, գալիս ենք։ Ասել եմ Աստվածաշունչ գոնե մի անգամ կարդացել եք կյանքում։ Մարդիկ ասել են, չէ, ասել եմ ես շնորհակալ եմ այդ աջակցության համար, բայց համակարգող խորհրդի կազմում դուք չեք կարող լինել։ Որովհետև մենք պետք է հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Ասել եմ դուք ամեն օր աղոթում եք, թե չեք աղոթում։ Մարդիկ են եղել, ասել են չէ։ Ասել եմ կներեք, բայց դուք չեք կարող լինել այդտեղ։ Ասել եմ վերջին 5 տարում գոնե մի անգամ մեծ պահքը պահել եք։ Ով ասել է հա, ասել եմ շատ լավ։ Ով ասել է չէ, ասել եմ շնորհակալ եմ, դուք կարող եք տեղ ունենալ հրապարակում, բայց դուք ամբիոնին չեք կարող տեղ ունենալ։ Որովհետև սա հոգևոր բովանդակության մասին է։ Եվ այն մյուս չափանիշները, հավատում եք Հիսուս Քրիստոսին, ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով, սիրում եք Հիսուս Քրիստոսին։ Ո՞վ է ձեզ համար Հիսուս Քրիստոսը։ Հավատում եք, որ սա հոգևոր նորոգման օրակարգը, հավատում եք, որ սա ճիշտ օրակարգ է, հավատում եք, որ սա հանուն Հայաստանի է, հանուն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու է։ Օրինակ եղել են մարդիկ, հարց եմ տվել, ասել եմ ովքեր են, որ մկրտված չեն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում։ Եղել են մարդիկ, որ ձեռք են բարձրացրել, ասել եմ շատ շնորհակալ եմ աջակցության համար, բայց պիտի խնդրեմ դուրս գաք քննարկումից, որովհետև այս քննարկումը քաղաքական քննարկում չի, որտեղ բոլոր քաղաքացիները ունեն իրենց ասելիքը։ Սա Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների խոսակցությունն է։ Ներողություն եմ խնդրում, բայց այս խոսակցության դուք չեք կարող մասը։ Ես ինչի համար եմ սա ասում, որ հիմա չթվա թե երբ որ ամենօրյա ինչ որ բան տեղի չի ունենում, այդ տեղի այս խոսակցությունն է տեղի ունենում։ Որտեղ չի կարող լինել ով դեմա մեզ հետա, այդ տրամաբանությունից չի, ոչ, ով այդ արժեքների կրողն է, և բա ոնց եմ, շատ պարզ, մարդուն հարցնում եմ, ներողություն եմ խնդրում, ասում եմ բոլորիդ պետք է ես իմ հարցերի պատասխանը պետք է ստանամ, ասում եմ Աստվածաշունչ կարդացել եք, ասում է այո, հարց եմ տալիս Աստվածաշունչից, և պատասխանից առնում եմ եզրակացություն։ Եվ այլ սահմանազատման
բազային սկզբունքը Ալմաթեի հռչակագիրն է, սա առաջինը, այսինքն դե յուրե Հայաստանի Հանրապետության բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթի վրա եմ հիմնվում, որովհետև մեր Սահմանադրությամբ 5-րդ հոդվածի համաձայն վավերացված միջազգային պայմանագրերի եւ Հայաստանի օրենսդրության հակասության դեպքում միջազգային վավերացված պայմանագրերը ունեն գերակայություն։ Երկրորդը վստահության մասին, ես էլի ստիպված եմ կրկնել, խոսքը վստահության մասին չի, եթե վստահություն լիներ եւ վստահություն լիներ եւ վստահ լինենք, որ այդ թուղթ ստորագրելու անհրաժեշտություն չէր լինի։ Բանա որ կխոսենք, ձեր կտավենք, հաջող կանենք։ Այս թուղթը ստորագրվել է հենց նրա համար, որ չկա վստահություն։ Այս թուղթը ստորագրվել է նրա համար, որ Հայաստանում այդ ինչի է ձեզ թվում, որ Հայաստանում հնչում են միայն հայտարարություններ, որոնք հաճո են Ադրբեջանի ականջին։ Այդ ինչի է ձեզ թվում, որ Հայաստանում հնչում են միայն տերմիններ, որոնցով Ադրբեջանը չի համարում, որ Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության կոնկրետ քաղաքացիներ կամ ուժեր խախտում են, ինչի է ձեզ թվում։ Հենց դրա համար է, որ թուղթը գրած է, որ երբ որ փորձենք մեկնաբանել, այն ինչա նշանակում, այս թուղթը դրա համար է գրած։ Ընդ որում գրած է անգլերենով։ Արձագանք։ Պարոն Փաշինյան, Ադրբեջանի իշխանություններն են, Ադրբեջանի քաղաքացիները չեն, այդ ասողները։ Եվ մի հատ էլ մնում է բան անեք, տանեք դատեք, ասում եք այլ կարծիքներ կան, այլ բաներ կան, հա բա պտիլն են, բոլորս ձեր կարծիքի համաձայն չլնենք։ Հիմա ուզում եք ասեք, որ Ադրբեջանը վաղը միսօր իմաստացը պիտի օգտագործի, ասի բանա, Գառնիկ Դանելյանը բանա հրահարում, այսինքն ձեր կառավարությունը, այսինքն դուք որպես կառավարություն, որ ձեզ հռչակել եք, դուք առնվազն այնքան զգուշ եք ձեր խոսույթի մեջ, այնքան զգուշ եք, կամ ձեր կառավարության, դուք տեղիք էլ չեք տալի, որ իրանք ինչ-որ մի բան ուզենան ասեն կամ չանասեն։ Հարցը այն է, որ այդ մարդիկ հետևողականորեն, ասում եմ թանակը դեռ չչորացած, հետևողականորեն ասում են եւ դա մեզ չի կարող չմտահոգել։ Իսկ ինչ մնում է նրան թե պաշտոնական իրաց դիրքորոշումն է դա։ Եվ դա ամենաբարձր մակարդակում Ալիևը հնչեցնում է Չինաստանում հնչեցրել է, չէ, դուք էլ արձագանքեցիք, լավ է որ արձագանքեցիք։ Բայց ասում ենք այն պարզ ճշմարտությունը, որ պետք չի ստեղ կանգնել ազգային ժողովում ասել վերջ ժողովուրդ ջան, խաղաղությունը հաստատված է, ռազմական բյուջե, սա կրճատենք, բան անենք, վերջ, ապրեք ուրախ երջանիկ։ Պարոն Դանելյան, ես ձեզ համար լուր ունեմ, դուք իշխանության ներկայացուցիչ եք։ Դուք բարձրաստիճան պաշտոնյա եք։ Դուք Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի անդամ եք։ Եվ ես ասում եմ, վերջ ժողովուրդ ջան, խաղաղությունը հաստատված է, ապրենք ուրախ եւ երջանիկ, ծնկի գալով մեր նահատակների հիշատակի առաջ։ Եվ ասում եմ, խաղաղությունը հաստատված է, ապրենք ուրախ եւ երջանիկ, ծնկի գալով մեր նահատակների հիշողության առաջ։ Էսա մեր խոսույթի տարբեր